Բարև շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի շփումները։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսի անունից հաղորդագրություն է տարածվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ ընդգծել է կայուն խաղաղության կարեւորությունը, տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն եւ բարգավաճում ապահովելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է, ասված է հաղորդագրության մեջ։ Հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Լրագրողը նախարարից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ու հարց տվել, թե արդյոք վտանգված է խաղաղության պայմանագիրը։ Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին եւ Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ոչ մտադրություն ունենք, ոչ պատճառ, ոչ էլ դրդապատճառ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր, բանակցությունների ավարտը եւ խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը, սակայն կա նաեւ մտահոգիչ լուր։ Այո, խաղաղությունը ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով, ասել է Միրզոյանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում է երեկ տեղի ունեցել Արարատ Միրզոյանի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների նախարարները հանդիպան արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով եւ պատասխանել նաեւ լրագրողների հարցերին, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում սա Սեյեդ Աբբաս Արաղչիի առաջին այցն է Հայաստան, բայց Հայաստանի արտաքին գործերի նախարարն իրանցի պաշտոնակցի հետ առաջին անգամ չէ, որ հանդիպում է, բայց եւս մեկ անգամ Արարատ Միրզոյանն ընդգծում է, բարեկամ Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, ինչը Հայաստանի կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Նախարար Արաղչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին։ Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, եւ սա կարևոր արդյունք է։ Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի։ Միրզոյանն ընդգծում է նաև Իրանն իր մասնակցություն ունի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն։ Նախարարի խոսքով Քաջարան Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր բաղադրիչն է, ինչն ըստ Արարատ Միրզոյանի թույլ է տալիս փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց խաղաղության խաչմերուկ նախագիծը, այլև գործնականում ներգրաված է նախագծի կյանքի կոչմանը։ Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու եւ ստորագրումը կարեւորելու համար։ Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անձեռնխելության վերաբերյալ, ինչպես եւ Իրանի
այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անկախտելությունը ունի կենսական նշանակություն։ Այն, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ դեմ է միջազգայինորեն ընդունված սահմանների փոփոխությանը, Սեյեդ Աբբաս Արաղչին եւս մեկ անգամ հենց այստեղ է վերահաստատում։ Ես կարծում եմ բոլոր խնդիրները տարածաշրջանի ներսում երկխոսության եւ դիվանագիտության միջոցով պիտի լուծվեն, առանց ուժի կիրառման։ Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների զարգացումը, հարգելով յուրաքանչյուր երկրի օրենքները, տարածքային ամբողջականությունը։ Սրանից բացի որևէ այլ ուղի Իրանի համար ընդունելի չէ։ Մենք պայմանավորվել ենք, որպեսզի լավագույնս օգտագործենք երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալը։ Իրանը եւ Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում, որ իրանական բեռնափոխադրումները Սև ծով եւ իրանական բեռնատարների փոխադրումը դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Օման դյուրացվեն, ինչպես նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ բեռնափոխադրումները դյուրացնելու համար։ Սեյեդ Աբբաս Արաղչիի շուրթերով եւս մեկ անգամ Իրանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ ծրագրին, ըստ իրանական կողմի, այն մեծ հնարավորություն կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Իրանը հուսով է, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից վերջնական որոշում կկայացվի խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, թեև տարածաշրջանում վտանգներ իրանցի դիվանագետը դեռևս տեսնում է։ Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի եւ հուսով ենք, որ այդ խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն եւ տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը, որը բոլորի շահերից է բխում։ Արարատ Միրզոյանն իր հերթին եւս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի դիրքորոշումը։ Երևանը պատրաստ է հնարավորինս արագ ներգրավել գործընթացում եւ ստորագրել խաղաղության փաստաթուղթը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով պաշտոնական Բաքուն շարունակում է նոր նախապայմաններ տեսնել ու պատկերացնել։ Այս իրավիճակում նախարարի խոսքով պետք է շարունակել աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին։ Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման հրամայականը։ Խորհրդարանն այսօր 64 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Հիշեցնենք, առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ էին կատարվել օրենքի նախագծում։ Նախաբանից դուրս էր եկել առաջին հատվածը՝ Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, նախադասությունը։ Քվեարկությունից առաջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։ Եվրոպական միության Հայաստանի խորհրդարանական գործընկերության կոմիտեն ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը, հրավիրում է Հայաստանի կառավարությանը Եվրոպական միության ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան, հասնելու պետության ապագայի համար այս ռազմավարական նշանակության նպատակին Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի եւ Կոպենհագենի չափանիշների լիարժեք պահպանմամբ։ Ինչպես հիշում եք, կառավարությունը առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում մենք հանել ենք նախաբանի մի մասը, այն է արտահայտելով Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, այս հատվածը դուրս է եկել նախաբանից եւ խմբագրել ենք երկրորդ հատվածը Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Օրինագիծը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։ Օրինագիծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է Եվրոպական միության հետ գործընկերության օրացումը նոր մակարդակի հասնելու ցանկություն ունեցող
Հայաստանի քաղաքացիների ձգտումը եւ համահունչ է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Աշխարհակաղակական զարգացումների պայմաններում նման կտրուկ շրջադարձը եւի քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով, շատ դաժան ու իմ խորին համոզմամբ նաև վտանգավոր դրսևորումներով։ Մյուս կարևոր դիտարկումը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս շատ հեռու է Եվրոպական միության անդամակցության նույնիսկ տեխնացուի կարգավիճակի համար պահանջվող Կոպենհագենյան չափանիշներից եւ այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակներում։ Հարգելի գործընկերներ, դուք ուղղակի խճճվել եք ձեր իսկ դիրքորոշումների բազմազանության մեջ եւ ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները եւ ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին կոտրած տաշտակի արչև կանգնելու ճանապարհով եւ ինձ հիշեցնում է պարոն նախագահ 004 շրջաբերականի վերաբերյալ, այո, որովհետեւ դա հնարավոր չի մոռանալ, որովհետեւ այդ 00 մենք ուղղակի խնդրում ենք հրապարակել 001, 002 եւ 003-ը։ Ես պատկերացնում թե այդտեղ ինչ էր կան, պարոն Մինասյան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին։ Մարտի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտլեևի հետ, նախատեսված է նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ եւ քննարկումներ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։